Մենք ունեցանք եւս մեկ քաղբանտարկյալ, Աշոտ Մինասյանը, Աշոտ Երկաթը, կարճ ասեմ, մի քիչ առանձնահատուկ է իրավիճակը, որովհետեւ ոչ թե կալանավորված է Աշոտ Մինասյանը, այլ նա արդեն ազատազրկված է։ Այսինքն այս գործը հին գործ է, ինչ որ հայրենիքը պաշտպանող մարդու տնից էլ ոնց քլեր մի երկու զենք էին հայտնաբերել, Արաչայցյանի դատարանը դատեց, նշանակեց 2 տարվա ազատազրկում, բայց պատիժը պայմանականորեն չկիրառելու որոշում կայացրեց։ Այսինքն դա նշանակում է, որ 2 տարի մարդը վերահսկողության տակ է լինում, բայց ազատության մեջ։ Այն պայմանական ինձ թվում է իրավաբանները գիտեն, ոչ իրավաբաններից շատերն էլ գիտեն, ինչ նշանակում պայմանական։ Դատախազությունը բողոքարկեց, պարզա պաշտպանության կողմն էլ բողոքարկեց եւ ասաց չէ, այդտեղ հանցակազմի խնդիր կա, հանցակազմ չկա, պետք է արդարացվեր, բայց ամեն դեպքում դատախազությունն էլ բողոքարկեց, դատախազության բողոքի հիման վրա 2 տարին պահպանվեց վերաքննիչ դատարանի կողմից։ Միակ բանը որ բայց այդ պայմանական կտորը հանվեց, այսինքն 2 տարի ու պետքա գնաց նստես։